Գերաշնոր Սրբազան հայր, հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ և հյուրեր։ Այսօր նշում ենք հայ իրականության մեջ ամենաերկարակյաց քաղաքական ուժի հայ հեղափոխական դաշնակցության օրը։ 135 տարի առաջ ստեղծված ուժ, որը դարձավ հայության կազմակերպված պայքարի, կամքի, ազգային դիմադրողականության և պետական մտածողության մարմնավորում։ Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով, նույն երդումով, հանուն հայի, հանուն պետության։ Դաշնակցության ուղին հեշտ չի եղել։ Օսմանյան սուլթաններից մինչև բոլշևիկյան իշխանություններ, մինչև այսօրվա Հայաստանի վարչախումբ փորձել են թուլացնել, արգելել, վերացնել դաշնակցությունը, բայց կա մի իրականություն, որը երբեք չեն կարողացել փոխել։ Դաշնակցության արժեքները անժամանցելի են, որովհետև դաշնակցության ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցությունը դուրս է օրվա քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ։ Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կուսակցությունը։ Մեր գաղափարները այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ, թե դրսից, թե ներսից։ Եվ մենք շատ հստակ, թե դրսի, թե ներսի հակահայ ուժերին ասում ենք. դուք կարող եք հալածել դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել դաշնակցության գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը, ավելին, իրականում դուք չեք էլ կարող խանգարել կամ խաթարել մեր կազմակերպության գործունեությունը, քանի որ դաշնակցության արևը մայր չի մտնում։ Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, այստեղ չենք հավաքվել միայն անցյալը արժևորելու, այստեղ ենք առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու։ Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պետության պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներից մեկում։ Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցնել ընտրության առաջ, ինքնասպանություն, թե կապիտուլյացիա։ Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստանը ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։ Մեզ առաջարկողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր բոլոր ուժի աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են։ Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։ Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ։ Մեզ ստիպում են նույնիսկ մոռանալ մեր հաղթանակների մասին, վերածննդի մասին և այլևս չերազել դրա ուղղությամբ։ Մեր ինքնության սյուները, եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացնում են որպես անցյալի բեռ, որոնցից պետք է հրաժարվել։ Այդպես էին վերաբերվում նաև Արցախին։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի առաջարկած իրական Հայաստանը, որը փաթեթավորել են 4-րդ հանրապետություն անունով։ Նրանց պատկերացրած նոր Հայաստանի հանրապետության մոդելը հետևյալն է. պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր ժառանգությունից, իր ժողովրդի հավաքական իրավունքներից, պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր, իր տնտեսությամբ, անվտանգությամբ, ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի կամքից։ Եվ այս իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել որպես գործիք իր այս հրեշավոր ծրագրերը լեգիտիմացնելու համար։ Արտաքին այս պահանջները իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։ Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձևերն ու պահանջները վաղուց այլևս դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր եւ այս կառավարության գործունեության տեսլական։ Սիրելի հայրենակիցներ, սա մարտահրավեր է մեր ողջ ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին եւ բոլոր դերակատարներին։ Փաշինյան Ալիև ծրագրերը ձախողելու համար ժամանակն է ստեղծել համահայկական եւ համազգային ոչի ճակատ։ Ասել եմ եւ շարունակում եմ պնդել. Հայաստանի անկախության, ինքնիշխանության հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հեռացումը կամ վերարտադրության կանխումը ազգային անվտանգության հարց է։ Սիրելի հայրենակիցներ, իրավիճակից դուրս գալու այլընտրանք կա, բայց նախ պետք է կանխել այս ռեժիմի վերարտադրությունը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։ Որն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցության առաջարկը հետևյալն է. կառուցել նոր որակի ազգային պետություն, որը կլինի մրցունակ եւ ուժեղ։ Մենք ունենք առաքելություն ուժերը միավորելու, հավատը վերականգնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու։ Հայաստան, որը ապրում է խաղաղության մեջ, բայց եւ պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որը առաջնորդվում է ազգային շահերով եւ տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ եւ վճռական ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը եւ ազգային ինքնությունը։ Մեր առաջարկը սկսվում է Հայաստանի ուժեղացումից։ Ուժեղ Հայաստան նշանակում է անվտանգ Հայաստան, ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ զսպման վրա հիմնված անվտանգություն, բանակ, որը կարողանա ապահովել անվտանգություն, պետություն, որը պարզապես հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։ Ուժեղ Հայաստան նշանակում է իր անժամանցելի իրավունքներից չհրաժարվող, Արցախ հավաքական վերադարձի իրավունքը առաջ տանող Հայաստան։ Ուժեղ Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը։ Ուժեղ Հայաստան նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանը սուբյեկտ է, ոչ թե հանձնող կամ կցորդ։ Ուժեղ եւ մրցունակ Հայաստան նշանակում է արդար բարեկեցիկ պետություն, պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մեկ անձի քմահաճույքները, դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատություն իրականացնելուց, ուժային կառույցներ, որոնք չեն վերածվում զինված բանդաների։ Հայաստան, որտեղ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն եւ չի հալածվում թրքահպատակ վարչախմբի կողմից։ Պետություն, որտեղ սոցիալական արդարությունը առաջնային է եւ հասարակություն, որը իսկապես ազատ է։ Ուժեղ Հայաստան,
նշանակում է ինքնության պաշտպանություն։ Դաշնակցությունը ասում է, ինքնությունը ուժի աղբյուր է, ոչ թե բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է։ Ազգ, որը չի ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի զիջում իր կենսական շահերը։ Սիրելի հայրենակիցներ, 35 տարի առաջ Դաշնակցությունը վերընձուղվեց հայրենիքում ու կոչ ուղեց իր աշխարհասփյուր ընկերներին դեպի երկիր։ Այդ կոչը դարձավ մի ամբողջ սերնդի նշանաբան ու կարգախոս։ Այսօր մեր հայրենիքը կրկին տագնապի մեջ է։ Ուրեմն դաշնակցության կոչը նույնն է՝ չհիասթափվել հայրենիքից եւ չլքել այն, ոչ թե հեռանալ, այլ վերադառնալ, ոչ թե համակերպվել, այլ պայքարել, ոչ թե հանձնվել, այլ փոխել եւ թերթել այս ամոթի խայտառակ էջը եւ ստեղծել կենսունակ ու ուժեղ Հայաստան։ Խոսքս ուղղում եմ իմ դաշնակցական ընկերներին։ Նախ շնորհակալություն յուրաքանչյուր դաշնակցականի իր արժանապատիվ կեցվածքի, իր պայքարի, իր անմնացորդ նվիրումի համար։ Սկսած մեր երիտասարդական միությունից, ուսանողական միությունից, մինչև տարածքային կազմակերպություններ։ Շնորհակալ եմ մեր աշխարհասփյուր կառույցին մշտապես հայրենիքի եւ մեր կողքին լինելու համար։ Սիրելի ընկերներ, վերջին տարիներին մենք դժվար օրեր ենք ապրել։ Մեծ կորուստներ ենք ունեցել։ Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը։ Մենք կորցրել ենք մեր ընկերներից շատերին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ադրբեջանի բանտերում։ Այսօր մենք ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։ Միշտ հիշեք, մեզ իբրև ազգային ուժ հալածում են ոչ միայն մեր անցյալի եւ ներկայի համար, այլ ապագայում մեր գործունեությունը եւ դերակատարությունը չեզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի թշնամիների, ներսի եւ դրսի թշնամիների կոկորդին։ Մեր բեռը մեծ է, պատասխանատվությունը անչափելի։ Մենք պատասխանատու ենք մեր 135-ամյա կենսագրության առաջ, մեր նահատակ ընկերների առաջ, մեր հայրենիքի եւ պետության առաջ։ Հետևաբար, մենք սխալվելու, հոգնելու, դանդաղելու, նահանջելու տեղ չունենք։ Եվ ես ձեր բոլորի անունից, Հայաստանի կազմակերպության անունից հայտարարում եմ, որ առաջիկա պայքարում հայ հեղափոխական դաշնակցությունը ունենալու է առանցքային դերակատարություն։ Մենք ունենք մրցունակ թիմ, պահանջված ծրագիր, կամք եւ վճռականություն գետնի վրա, ասֆալտի վրա կռիվ տալու, հակազդեցություն ձևավորելու եւ այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։ Մենք ապացուցելու ենք, որ Հայաստանը չի ծնկել, չի հանձնվել եւ չի հանձնվելու։ Սա է դաշնակցության խոսքը, սա է դաշնակցության դիրքորոշումը, սա է Հայաստանի ճանապարհը դեպի ապագա, հանուն հայի, հանուն պետության։ Շնորհակալ եմ։